Եվրախորհրդարանում տեղի են ունեցել քննարկումներ Վրաստանի հարցի վերաբերյալ։ Եվրախորհրդարանի մի մասը քննադատել են վրացական երազանքին։ Խոսվել է բանտարկյալների, լրատվամիջոցների ազատության եւ եվրոպական ուղու մասին։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ նման քաղաքականությամբ Վրաստանը չունի Եվրամիությանն անդամակցելու իրական ճանապարհ։ Իսկ մյուս մասի կարծիքով Վրաստանը ինքնիշխան պետություն է լեգիտիմ կառավարությամբ եւ Եվրախորհրդարանը քննադատության փոխարեն պետք է ընտրի երկխոսությունը։ Բանաձևի վերաբերյալ Եվրախորհրդարանը կքվեարկի մարտի 12-ին։ Կլինի արդյոք երկխոսություն իշխանության եւ ընդդիմության միջև։ Քաղաքական կուսակցությունները գնահատում են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը։ Հայտարարության մեջ խստորեն դատապարտվում է պետական ինստիտուտների նկատմամբ բռնությունը, ինչպես նաեւ ընդգծվում է քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը։ Կուսակցությունների միջև երկխոսության բացակայությունը հաստատում է նաեւ իշխող թիմը։ Նրանց պարզաբանմամբ այս հարցում պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը։ Իսկ իշխանության ընդդիմախոսները հայտարարում են, որ երկխոսության համար որևէ տարածք չի լինի, մինչև չլուծվի հիմնական խնդիրը՝ արդար ընտրությունների եւ քաղբանտարկյալների հարցը։ Տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Վրաստանի խորհրդարանի նախագահը եւս մեկ անգամ խոսել է խաղաղության կարեւորության մասին։ Շալվա Պապուաշվիլին օրվա թեմայում ասել է, որ հասարակությունը ինքն է տեսել, թե հակամարտության եւ պատերազմի սկսվելուց հետո ինչպես է օդային նավիգացիան եւ թռիչքները տեղափոխվել միջին միջանցք, որի կարեւոր մասերից մեկը Վրաստանն է։ Նրա խոսքով իշխանությունը բոլոր որոշումները ընդունում է խաղաղության քաղաքականությունը պահպանելու համար։ Խորհրդարանի նախագահը նաեւ մեկնաբանել է պետական անվտանգության ծառայությունում սկսված հետաքննությունը։ Հետաքննության առարկա են այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին արվել են Թեհրանի հետ համագործակցության, ահաբեկչական հարձակումների աճող վտանգի եւ երկրում ահաբեկիչների պատրաստման մասին։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով արտասահմանից ֆինանսավորվող օտար ուժերի ազդեցության կրողները չպետք է Վրաստանի իշխանություններին խելք սովորեցնեն։ Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը հայտարարել է, որ Իսրայելի բանակը պատրաստ է շարունակել պատերազմը Իրանի դեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Մենք այս արշավը սկսել ենք դիտավորությամբ կազմակերպված ծրագրով էական վտանգը վերացնելու համար։ Մենք ունենք կառուցվածքային ծրագիր։ Մենք խորացնում ենք հարվածները եւ կշարունակենք, մինչեւ այդ վտանգը չվերացվի, հայտարարել է Էֆի Դեֆրինը եւ քննադատել Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահ խմբավորումը։ Նրա խոսքով խմբավորումը գտնվում է ճնշման տակ եւ գործում է Լիբանանի շահերին հակառակ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ Ուկրաինայից իր ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ են գալիս։ Ուկրաինացիները արդեն սպառնում են իմ ընտանիքին, երեխաներին եւ թոռներին։ Բոլորը լավ են, բայց ամեն ինչ սահման ունի, գրում է Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցում։ Օրբանի քաղաքական խորհրդական Բալաժ Օրբանը պարզաբանել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին գեներալ լեյտենանտը ուղղակիորեն սպառնացել է Հունգարիայի վարչապետին եւ նրա ընտանիքին եւ ասել, որ ուկրաինական մահվան ջոկատը նրանց մասին ամեն ինչ գիտի։ Բնապահպանական վերահսկողության վարչության Քվեմո Քարթլիի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Մարնեուլիի քաղաքապետարանում բացահայտել են ընդերքի ապօրինի արդյունահանման փաստ։ Ղիզի Լաջլո գյուղի մերձակայքում մի քաղաքացի հատուկ տեխնիկայի օգտագործմամբ ապօրինի արդյունահանել է 335 խորանարդ մետր բազալտ քար։ Դեպքը պարունակում է քրեական հանցագործության հատկանիշներ, այդ պատճառով նյութերը հետագա արձագանքի համար ուղարկվել են համապատասխան գերատեսչություն։